Ողջույն բոլորին, ուրեմն բետոնայք ես սարքել է արդեն, ես ամրացնում է աշճանները, սենց ամուր է իրանք արդեն ամուր է, ստեղ մեր տան մեջն է, okay. Ընդեղ վերևը մեր ջրի բակն է, և ես շուտով բարձրանել եմ, ինքը որ արդեն ամուր է, ասենց ամուր է կպածա չի շարժում, ես էլ չեմ վախենա ու կբարձրանամ, muy bien. Es շատ ուրախ Estoy aquí, arriba La casa de Doña Tina. Hola, Doña Tina. Para մեր հարևանը հոտունն է, այդ բարձր տունը, որ մեզ մատյարս էր տվել։ Այաս եվել նստել։ Պանը, կենտրոն երևում է, այստեղից տաճարի գլուղը, տաճարը։ Այս եվել La iglesia, sí. Okay. Decor, կեսարիս տունն է, վայ, ժողովուրդ վերջն է։ Okay, ժողովուրդ, այստեղ մի քիչ բացատրեմ ոնց է լինելու, ես այստեղով ենք բարձրացել դե։ Այստեղ ներքևը մեր տունն աշճաները, ուրեմն այստեղ նայեք սենց սահագին բարձրություն կա, քանի որ այս սենյակը, որտեղ հիմա մենք քնում ենք ներքևի հատվածը, ավելի ցածր է, այստեղ բարձրացրել են լավ կտորը, համ որ շոկ չլինի, այստեղ սենց պատ է դնելու բետոն, մինչև սենց այս հատվածները, հա, սենց այս ցեմենտ արած հատվածը, պատ է դնելու 4 բոլորը, և այստեղ լինելու է իմ այգին, կամ այստեղ չգիտեմ, մի խոսքով, այս կտորը, որ ներքևը կա, այսի արհեստանոցնա դեկորը, սա այստեղից հանվելու է, և այնտեղ ներքևում լինելու է մեր զալը, որ առաջի հարկով ենք գնալու, հա, և բանը, այստեղ նորից բալկոն է լինելու, այստեղ չգիտեմ, ես էլ եմ ուզում իմ այգին ունենամ, բան տես ցանեմ, այ, այդև, և երևի այսքան այստեղ մեր լվացքն ենք փռում բետոն բարձրանում էր, այստեղ փռում էր, հիմա որ ես արհեստանը, բանը կա, աշճանները որ կան, ես է կբարձրանամ իր օգնությամբ։ Կոնտենտ է։ Ինքը իմ համար հատուկ աշճաններ սարքել է, ամրացրել է, որ ես բարձրանամ էլի տենց։ Այդը։ Այստեղ հովա լավն է։ Այստեղ գիտեք մեկ էլ ինչ եմ ուզում, համակ եմ ուզում, կերո ասել եմ ունա համակարգի։ Si vas a soportar las hamacas, այս երկաթները բան են անելու, պահելու են համակ ունենալ։ Բանը Doña Tina դուրս գա, բալկոն, Hola Doña Tina. ¿Cuántos pisos ellos tienen? Unos 4, ¿no? Իրանցնել մի 3 հարկը։ Son 3? 3 հարկը հասել ենք իրանց։ Սենց բան էր ազիզներ։ Okay։ Այստեղ ենք։ Դեկորս կրենք։ Բետոն ասում է, և որ ջահել էր, գալիս էր այստեղ սենց որ թաքուն, մենակով մնա, ծիրունը, այստեղից ծիրուն բաներ կնկարենք, okay, ու այստեղ սենց մյուս հատվածում նայք, ինչ-որ բան էր սարքել, իր համար հարմարություն էր սարքել, մատրասի նման բան էր դրել ու տենց անց էր կացնում, աստղերին էր նայում, շատ ռոմանտիկ ամուսին ունեցել եմ և ունեմ, միշտ ռոմանտիկ է եղել ինքը։
Նկարիչ մարդը, հենց ինձ սիրուն է, Okay. Այնտեղ։ Ունարի մեր ինքում։ Պետք է վախմա որ մոտիկան մեմ էստեղ։ Ոյտեր աստված, շատ բարձր է։ Haciendo de estos castillos. Haciendo los castillos. Ողջույն բոլորին, նորմալ ժամը առավոտ 7:30 է, ես ինչ բանի եմ, ուրեմն երևի շատեր հասկացաք, որ ինչ-որ մի բան, հալվա կամ չգիտեմ, ինչ-որ նմանատիպ մի բան եմ սարքում, այո, հալվա եմ սարքում, քանի որ հյուր եմ ունենալու, տենց, Մոնիկան ակալու, բայց այդի 100% չի, միջև հիմա դեռ չի բան արել, հերքել, բայց դե, եթե չգա մենք կուտենք, տենց, Պետոյին ուղարկեցի միջև գործի գնալը շաքարավազ առնելու, քանի որ չունեի, երեք պետք է սարքը, բայց քանի որ խառնեինք շաքարավազ չունեի, չսարքեցի, տենց ստելավ դե, բան, հետո ստելավ դե, ինչ եմ սարքելու, որ բան չնեմ, չնայած ուզում էի բան սարքել, էկլեյ սարքեի, բայց էլ խոսքով չգիտեմ, մի տեսակ շտրամադրվեցի, Իմ մազերն էլ դեռ գզգզված վիճակում է, էսա մի քիչ հետո համ սարքեմ, չթափվեմ, համ էլ բան անեմ, որ վերջի պահին բացեմ, սենց 2 հատ հյուս եմ արել, տենց գիշերը լողացել եմ, հեսա կբացեմ ու հոճուճիկներ կդնեն, սենց զիգզագանման Всё, հալվան պատրաստ է, իր մեջ տենց պոպոք եմ կտրատել, տակհա տենց մոտ մի ժամից կգա մեր հյուրը, տեսնենք, 100% չի, եթե չգա էլ, ինչպես նշեցի, մենք մի բան կանենք, այս էլ իմ մազեր եմ, տենց, Իրան տենց բան եմ փչում, սենց ինքը ֆիքսատոր է, սենց ասած սպրեյ, հոսելու, քանդելուց առաջ, ու սենց ինքը մնում է, մի քիչ հետո էլ քանդվում է տենց, բայց չուզեցա մուս բան քսեմ, հոսով եմ շատ շուտ չի քանդվի, կարելի է գնամ մի հատ է սենց վրայից փչեմ, որ չքանդվի, շուտ Okay. Սպասում եմ Մոնիկային, ասեց, որ ես եմ քիչ հետո դուրս է գալի։ Con las güeras. Naturals. Ասում եմ շատ բնական է, Մոնիկան, ¿te gusta? Buenísimo. Miren. ¿Sí? Una delicia. A lo mejor no está en marca. Porque va a ser en una conexión, porque aquí afuera veo que ya como 50 metros. Está cerquita ya. Mónica, ¿qué ya te vas? Ya me voy. Y me voy a echar un rayo. ¿Qué es el? Tú sabes, Gali, que no bank. Me toca. Всё, ես տանն եմ, ուրեմն գնացի բանկ, լիքը մարդ կար եմ, որ ամեքի իր երեխու հետ եկել էր, ու ինչ-որ խմորեղեն, հյութ, տենց ադիպուտի էին տալիս, երևի չգիտեմ երեխեքի պաշտպանության օրն է, այստեղ երևի տենց ինչ-որ մի կարգի մի բան, այդ կարգի մի բան, ու տեղից գնացել եմ խանութ Del Sol, Բետոյի դեզադորն էր վերջացել, իր համար դեզադոր եմ գնել, որպեսզի իմը չպրծացնի, իմը չօգտագործի, զուտ դրախատ է, կատակ եմ անում։ Եվ
եկել եմ տուն, հիմա մի բան ուտեմ, քանի որ այսօրվա կերածս հալվան է ու մեկ է կոֆեն, բայց լավ զրուցեցինք ես ու Մոնիկան, փառք Աստծո, վաղուց չէի տեսել, վաղուց չենք նստել, անցած անգամ, որ իրար հետ հանդիպեցինք, այնքան ենք ֆռացել, դրա տեղ ասում կգայինք քո տանը կնստենք, կզրուցենք, ասի լավ, ուղղակի ես ուզում էի ոնց որ դուրս է հանդիպենք էլի, տենց ինքն էլ է տնային տնտեսուհի ես էլ, բայց այս անգամ տենց տուն եկավ ու ինտերնետի այդ մարդներ եկավ սարքեց, ինչ-որ տենց կարգավորումները տվեց, ինքը էստեղ էր ու փառք Աստծո, ասեց էլ բան չի լինի, մի խոսքով, տենց բան էր, հիմա մի բան ուտեմ արագի մեջ հավ եմ հանել, որ հետ գա, եթե ստացվի ուզում եմ մոլե սարքեմ, մեքսիկական ուտեստ, հավով, այնպես որ մնացեք իմ հետ։ Ուրեմն ես այստեղ մոլե եմ պատրաստում, այստեղ կարող ենք մոլեի պաստան արդեն պատրաստի ձևով գնել, ինչպես որ ես եմ արել կամ էլ կարող ենք ինքներս պատրաստել, բայց ես այդքան տենց չեմ աճել հլը, չնայած տենց որ ասեմ հետաքրքրվել եմ շատ, ճիշտ ասած չէ, բայց մոտավորապես գիտեմ ինչով եմ պատրաստում, okay, ինչպես են իրան բացում, այստեղ հավիկ եմ էփել և իր ջուրը սենց անպայման հավիկի ջրով բացում ենք և անպայման մեքսիկական էս ոնց են ասում կավի ծամանների մեջ, որպեսզի իր համը identical լինի, նույնանման լինի մոլեին համին և իրան սենց խառնում ենք միջև որ ինքը բացվի դառնա սոուս սենց իրան ինքը մի փոքր է փոքր բանկայի մեջ է այստեղ սենց նայեք սենց քանի գրամ է 235 գրամ այստեղ ելակ եմ լվացել այսի լվանալու եմ և այսքանից պետքա որ դուրս գա գոնե սենց կեսը հիմա այսի պետքա մենք իրան շուշուտ խառնենք չվառի չկպչի որ վառածահամ չգա կշտակույչացնեմ հետ խառնենք ու մեկ էլ պետքա հասցնեմ այդ ընթացքում նոր եմ հավը անջատել պետքա հասցնեմ հավը քրքրեմ, ճիշտ ասած իրան կարաս նաև տենց խոշոր լցնես, բայց ես սիրում եմ քրքրած, որ մեկ հավը չկծես, մեկ սոուս ուտես, ոնց որ մի անգամից իրար հետ ավելի համով է ստացվում, ճիշտ ասած իմ կարծիքով։ Եվ նաև հավիկը դե իհարկե ասեցի ու նաև իր հետ մատուցում ենք մեքսիկական բրինձ։ Մեքսիկական բրինձը տենց կարմիր բրինձ է, պատրաստված սոխառացով, սխտոր սոխ, սոուսով, մի խոսքով։ Ես ունեմ ալիքում ու դրա համար եթե ուզում եք փնտրեք կամ եթե չեք գտնում ես կնշեմ և կարող եք պատրաստել առնել, նայեք մի փոքր բանից իսենց մեծացավ, աճեց ինքը ու դառնում է մի հատ մի ամբողջ տենց աման սոուս, ինքը շատ համեղ է ժողովուրդ, իր տեսքին հանկարծ չխաբնվեք, ես շատ եմ սիրում մոլեն, շատ համեղ է, իմ ամենաառաջի կերած մեքսիկական ուտեստն է, որ ուղղակի սիրահարվեցի, իրան սենց ջուր ենք լցնում հավի, որ խտանա, ավելի բացվի, շատանա և փորձեմ հավիկը քրքրել։ Փիստուներս էլ են սպասում, հավի հոտը քթներն անգետ, սպասում են, որ իրանց էլ հավիկ տամ։ Всё, վերջնական տեսքը ցույց կտամ։ Հələ կտորներ կա, դեռ էսի տեղ ունի հələ բացվելու։ Ահա, այստեղ ունենք բրինձը, նաև իր վրա ավելացնում ենք
բոլոր եւ այստեղ գազար եգիպտացորեն, բայց սենց մեկը ունեի, որ մենակ բոլորու գազար էր, ոչինչ, ու այստեղ մոլ են։ Մի քիչ դեկորենցս, մեծ դեկորենցս տվեցինք, այստեղ նստենք, հաց ուտենք։ Ահա եւ իմ բաժինը։ Շատ լուսավոր է, վառացույց տալի, ինքը տենց գույները սենց մի քիչ խամրած են իրականում, բայց շատ համեղ է իրականում, շատ։ Եթե գաք Մեքսիկա կամ այլ վայրում հնարավորություն ունենաք մոլե փորձելու, անպայման փորձեք, կարմիր մոլե, կան տարբեր գույների, կանաչ, սև, կարմիր, ես կարմիրն եմ սիրում։ Ուրեմն եկել ենք Վետոյի հետ բան կենտրոն, ես մաչե ֆրապե եմ վերցել, Վետոն պաղպաղակ, յոգուրտ պաղպաղակ, այդպես, և մի քիչ օդ շնչենք, գնենք տուն, տան մեջ շատ շոք է, Վետոն գողաց, եմ իրը պաղպաղակն ոտում, հավելի մաչան գողություն ես անեմ, ողջույն բոլորին, ուրեմն միացել եմ մի քանի բան ասելու, ես ավեջիշտ ոչ թե մոռացել եմ, այլ բաց եմ թողել են հատվածը, որ ցույց եմ տալի մազերս ինչպես է իմ ամուսինը ներկում, չգիտեմ նկատել եք թե չէ, որ արմատները ներկել եմ, անցած վլոգում պետքա դնեի, են էլ չգիտեմ ինչի դուրս էր մնացել այդ հատվածը, այնպես որ այստեղ կդնեմ, որ նայեք, հենց մի փոքր հատվածը խնդալու, որ խնդակ։ Եվ այո, ուրեմն մազերս արմատները բետոն ներկել է և երբ էր, մի երկու շաբաթ առաջ, okay. Եվ երեք որ դուրս ենք եկել խանութի կողքով անցնելուց, ես հիշեցի, որ ես այդ խանութ պետքա մտնեի և մտա ու իմ համար սենց կրեմ եմ առել բանի, իմ կրեմն է, ինքը, որ ես շատ եմ սիրում, ինքը պրոֆեսիոնալ, տենց ինչ-որ հայտնի բրենդ չի, բայց շատ լավն է, օրինակ կոնկրետ իմ դեմքին շատ լավ գալիս է, վերջանալու վրա է, ու ես տալիցս մեկը վերցրել է, ես ոնց եմ բացում, տալիցս վերցրել էի մեկը, բայց դուրս չեկավ ընդհանրապես, ինքը բաց երանգ էր, ավելի սենց գյաջա սարքում ու ընդհանրապես չի տարածվում ժողովուրդ, ընդհանրապես, որ սենց մնում է մի տեղ, որ սենց ծածկողականություն շատ քիչ ունի ու շատ հոտն է, շատ ծանր է, չգիտեմ, երևի թափեմ կամ տեսնեմ, ինչ-որ մեկին տամ, գուցե ինչ-որ մեկին դուրը գա, չնայած այստեղ ինձանից սպիտակ մարդ կան, իհարկե, ինձ չի, որ ես այստեղի ամենասպիտակ մարդն եմ, բայց բարդագույնի երանգ են իրանք ավել շատ, չգիտեմ, okay, և
որոշեցի ես իմ կրեմը առնեմ, ուրեմն ցենց ինքը շատ լավն է, անուշ հոտ ունի, BB կրեմը, շատ թեթև է նստում, ընդհանրապես չես զգում, թե արդյոք մակիաժ արված է, թե չես պահին չկա, դեմքիս, տենց, ու ամենառաջի համարն է, ամենաբաց երանգն է, ինքը ուրեմն կոլագեն պլյուս վիտամին E, չգիտեմ, եթե ձեր մոտ կա, կուզենաք կարող եք վերցնել, բայց Make Up New York ուզում եմ կարդամ որտեղը այստեղ է արտադրվում Խալիսկո, Մեխիկո բայց շատ լավն է իսկ են տալիցս գնաց երևի թափը ուրեմն ես այսօր ոչ մի բան չեմ սարքելու քանի որ դեռ մոլե ունենք մենակ երևի բրինձ պետքա սարքեմ բրինձն է վերջացել եւ վերջ ու այսօր դաս ունեի մի հատ գործում եմ հետո մտածում եմ քանի այսօր տենց ազատ եմ իրիկունը գնամ Ռոսին տենամ վաղուց չեմ տեսել աքսեսուարների այս շաբաթ կիրակի էքսպո կա պետքա մասնակցեի ճիշտ ասած ուզում էի մասնակցել բայց պետոն ասեց արի մնանք տանը 5 շաբթի ավաղը ինքը տանն է գործ անելու եւ տան վրա հատակն է սարքելու արդեն եւ շաբաթ օրը աստված առաջ այդ սալիկներ կգտնենք մեր սենյակի համար եւ դրա համար ինքը խնդրեց որ ես չմասնակցեմ ասես որ արի հələ սպասենք մի մասնակցի տենց ես էլ ինչպես լսող կին իրան լսեցի այդպես էլ ինչ ասեմ երևի այսքանը երեք ուշ էր տենց ոնց որ եկանք հոգնած ենք բան ցույց տամ բայց ժողովուրդ կներեք որ ես ուշացնում եմ վլոգները բայց դե ուշ է հավաքվում տենց մի անգամից չի հավաքվում ես էլ ուզում եմ ինչ-որ կոնե մի կես ժամ վլոգ նկարեմ այսքանը ժողովուրդ ես գնամ շարունակեմ գործել մտածեմ արդյոք գնում եմ երևի տենց եթե գնամ տենց մի ժամից հետո գնամ բան բասենք Ռոսիի հետ կամ ու տեսնենք լավ եղեք կհանդիպենք մյուս հատվածում Ես եկել եմ Ռոսիի մոտ, կարմրել եմ արդեն հենց շոքա, պետքա մի հատ կրեմ առնեմ, արևապաշտպան չունեմ, գլխարկ չեմ սիրում, քրտնացնում է գլխարկը, դենց հալվա եմ բերել Ռոսիի համար, կեչպես բզանք, կատուրը Te están grabando. De canal de Ani in Mexico. Ես տանն եմ կարմրած Ոյ, արդեն շոքա Շատ շոքա ճիշտ է արդեն իրիկուն է, բայց ահա որ շոքա Ուրեմն, նայք ինչ եմ առել
Մազերի ինչ լավն է։ Սենց։ Ես սիրում սենց ցանցար։ Մոտավոր մի բան։ Շատ ամուր է։ Բանա։ Okay։ Սպասում եմ հեսա բետոն դուրս կգա մի 5 րոպեից ուսամ եւ էլի մոլ էինք ուտելու։ Այդպես կոֆես թողել էի տանը խմեմ մի քիչ շունչ քաշեմ։ Հեսա բետոն կա նոր տաքացնեմ, որ տաք լինի։ Այստեղ գործում եմ։ Այսի գլուխն է։ Մնացել է ականջները, այսքան թել ունեմ։ Մտածում եմ երկար ականջներ գործեմ։ Տեսնենք կամ էլ կարճ կգործեմ։ Մի տեսակ այն ինչ որ ես պատկերացնում էի, մտածում էի ավելի մեծ կլինի ինքը մարմինը։ Այդ չէր, բայց նապաստակ է լինելու, հա, բայց բանը։ Ոնց որ իմ սպասվածը չէր։ Դրա համար ուզում էի մտածում էի բան անեմ, երկար ականջներ անեմ, ու սենց մեծ, երկար նապաստակ, երկար ականջներով, բայց քանի որ սենց փոքր եղավ, չգիտեմ, գուցե իր հենց իսկ ականջները անեմ, ու վերջ, մեկը պոչիկն է այս թվում մնացել ու հագուստը, իր հագուստը, դա էլ կանեմ, և ինձ թվում է ես մի հատ մեծը կգործեմ, մեծ խաղալիք, չգիտեմ, տեսնենք ոնց է ստացվում։ Դեռ ահագին կա թելիցս, տեսնեմ։ Ես այսօր մի հատ դաս ունեմ, վաղը ազատ ենք, բետոն տանն է, բայց այսօր ապրիլի 30-ին այստեղ Մեքսիկայում երեխաների օրն է։ Այնպես որ ես շնորհավորում եմ բոլոր երեխաներիս տոնը ձև և թող միշտ չզգանք այն տարիքը, որ գրված է մեր անձնագրերում, այլ միշտ մենք կզգանք որպես երեխա։ Լինենք մեր ծնողների զավակ։ Գուցե շատերը ծնողներ չունեն, բայց հեռացել են այս աշխարհից, բայց ուզում եմ, որ կապ չունի ինչ տարիքի ես, ուզում եմ, որ դու միշտ քեզ զգաս երեխա։ Չմոռանաս, որ դու քո մանկությունը և զգաս քեզ ինչպես երեխա, քանի որ մենք յուրաքանչյուրս Աստծո զավակ ենք։ Այո, Աստված սիրում է մեզ ինչպես փոքր երեխա։ Okay։ Այսքանը ժողովուրդ, ես լքեմ ձեզ և շուտ ներկայացնեմ այս տեսանյութը ձեզ, հուսով եմ հավանեցիք, հուսով եմ լավ ժամանակ անցկացրեցիք մեր հետ, օրհնում եմ յուրաքանչյուրին աշխարհի որ ծայրերում էլ գտնվում եք, կհանդիպենք մյուս վլոգում։ Adios։ Adios, adios։